Նիկոլ Փաշինյանը սիրում է հիշեցնել իր պողպատե մանդատը, դրա խորհրդանիշ դարձնելով քարոզչական մուրճը։ Սակայն իրականությունն այն է, որ այդ մանդատն արդեն կորցրել է իր լեգիտիմությունը։ ՔՊ-ն իշխանությունը պահպանեց 2021 թվականի արտահերթ ընտրություններով, ստանալով ավելի քան 680 000 քվ, բայց ոչ մի խոստում չկատարեց։ Կառավարության 2021-ից 2026 թվականներին ծրագրում հստակ նշված էր. Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո, ինքնորոշման սկզբունքի հիման վրա, այսինքն Արցախի անվտանգության երաշխավորումը մնում էր Հայաստանի պարտականությունը։ Բայց ընդամենը մեկ տարի անց, 2022-ի հոկտեմբերին, Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախի հանրապետությունը։ Այդպես վերացվեց Արցախի կարգավիճակի հարցը, փաստացի մերժելով սեփական կառավարության ընդունած ծրագիրը։ Հետագայում նա ոչ միայն հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբից, այլև այն հայտարարեց անօգուտ ձևաչափ, կրկնելով Ադրբեջանի նախագահի թեզը. Փաշինյանը ոչ միայն խախտել է իր նախընտրական խոստումները, այլև հակառակ ուղղությամբ է գործել, հանձնելով Արցախը, կրճատելով բանակը եւ խարխլելով ազգային անվտանգությունը։ Այսօր նրա պողպատե մանդատը ժանգոտած խորհրդանիշ է, իշխանությունը, որը խոստումներին փոխարինեց բռնությամբ, ձերբակալություններով եւ եկեղեցու հալածանքով, այլևս ոչ մանդատ ունի, ոչ էլ վստահություն։